Այստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում։ Լիքը թղթերից ի վերջո գլուխ հանել է Նիկոլ Փաշինյանը։ Որն է։ 3 տասնամյակից ավելի Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված Մինսկի խմբի վերջնական լուծարումից հետո Փաշինյանի կաբինետը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը։ Այդ թվում Մինսկի խմբի համանախագահների 2019-ի հունիսի այն առաջարկը, որը խորհրդարանական ընդդիմության համոզմամբ հաստատում է Արցախը կարող էր ունենալ հայկական ապագա, եթե Փաշինյանը չտապալեր բանակցությունները։ Չէր սանձազերծվի 44-օրյա պատերազմը, եթե Փաշինյանը չմերժեր Արցախյան կարգավորման 2019-ի առաջարկը։ Քաղաքական ֆիասկո, դարակազմիկ ֆեյլ է ընդդիմադիրների կարծիքով, որ հրապարակվել է այդ թուղթը։ Բայց Փաշինյանը այսօր փորձել է շրջել իրավիճակը իր օգտին, հայտարարել է, թե դա ոչ թե համանախագահների առաջարկն է, այլ մի սովորական բանակցային սեղմագիր։ Այստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում։ Այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը սեղմագիրը որն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի սեղմագիրը այդ 2019 թվականի հունիսի թուղթը է, երբ որ ես ասել եմ ինձ ասեք որն է սեղմագիրը նախորդող շրջանի համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր Ինչ է նշանակում ինձ սեղմագիր են տվել։ Սեղմագիր տալը համանախագահների գործառույթը չէր։ Համանախագահների գործառույթը կարգավորման առաջարկություններ ներկայացնել էր։ Սեղմագիր ինքը պետք է կազմեր։ Սովորական մանիպուլյացիա է Փաշինյանի հայտարարությունը Հայաստան խմբակցության падգամավորի կարծիքով։ Փաշինյանը միայն տարեսկզբին է խոստովանել, որ 2019-ին բանակցային սեղանին դրվել է առաջարկ։ Մինչև 44-օրյա պատերազմը դրանից հետո էլ հակառակն էր պնդում։ Վստահեցնում, որ 1994-ից բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Խոստանում էր թղթերը հրապարակել, միայն թե ուզում էր հավատացնել, որ դա անելը հեշտ չէ։ Ձեզ չթվա թե բանակցությունների ինստիտուցիոնալացված կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը Սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է։ Անուղակի ԵԱՀԿ համանախագահ երկրներին էր մեղադրում Ղարաբաղի հարցը Հայաստանի վզին պարան դարձնելու համար։ Որ Հայաստանի վզին գցած պարանը պետք է ավելի ձգել եւ մի մոտիկ տեղից կապել։ Այսօր նա համանախագահների հետ իր բանավոր խոսակցությունից մի դրվագ պատմելով է փորձել հիմնավորել այդ միտքը։ Եվ այդ համատեքստումը, որ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան։ Այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Ադրբեջանը երկար ժամանակ չէր համաձայնվում, բայց բանակցություններ էին գնում, ինչպես մեծագույն դիվանագետներից մեկը Գրամիկն էր ասել, ավելի լավ է 10 տարի բանակցես, քան թե մի օր պատերազմես։ Հենց բանակցությունը նրա համար էր, որպեսզի կողմերի դիրքորոշումները մերձանային։ Եվ եթե նախորդ անգամները, երբ Ադրբեջանը Քիվեսթում եւ Կազանում ցուցաբերեց ապակառուցողական դիրքորոշում, իսկ Հայաստանը կառուցողական դիրքորոշում, ճնշումը տեղափոխվել էր Ադրբեջանի վրա։ Արթուր Խաչատրյանը բացատրում է, երբ հայկական կողմից բանակցողը փոխվել է, բանակցային պատմության մեջ առաջին անգամ ապակառուցողական կողմ է դարձել Հայաստանը։ Փաշինյանն ինքն է բանակցություններից հրաժարվելով պատերազմի քարտ բլանշ տվել Ալիևին։ Հանրության համար շատ պարզ է դարձնում, թե ինչ է բանակցվել մինչև 2018 թվականը, 3 տասնամյակի ընթացքում որ կետից եկել ենք, ինչ կետի ենք հասել, եւ դա որպես ժառանգություն ինչ է անցել Նիկոլ Փաշինյանը, եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ինչ է արել այս ամենի հետ։ 2022-ին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության կարծիքով հրապարակած փաստաթղթերով պարզապես գրել ու ստորագրել է, ինքն է հանձնել Արցախը։ Եվ սա այն դեպքում, որ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները հրապարակված թղթերն են անգամ ոչ ամբողջական, կիսատ պրատ տրցակ համարում։ Տարակուսել է, որ դրանում ներկայացված է օրինակ 2018 թվականի
Սերժ Սարգսյանի հարց ու պատասխանը խորհրդանում, որը բոլոր լրատվամիջոցներով օրինակ հանրայնացվել է, կամ հրապարակված է իբրև թե փաստաթուղթ, բայց հղում հայկական ժամանակի ինչ որ հոդված է, որտեղ ներկայացած է այդ մեկնաբանություններով։ Հրապարակված չէ առանցքային մի փաստաթուղթ, որի շուրջ Փաշինյանը կառուցել է քարոզչական իմպերիա։ Հիմա բա քիվեստի փաթեթը ինչի չի հրապարակվել, որտեղ չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո քիվեստի փաթեթ։ Նախ եթե չունեիր, բա ինչ էիր ասում քիվեստով նախատեսվում էր Մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ։ Բա եթե չունեիր, չէ, չես կարդացել, ով է քեզ տենց բան ասել։ Ալիևը։ Ալիևը ուզում էր տենց բան 99 թվին։ Ամենահավանականությամբ Ադրբեջանի առաջարկն ա եղել, որը Հայաստանը մերժել է։ Արթուր Խաչատրյանի խոսքով Թոմաս Դվալը, Սաբինա Ֆրեյզերը ժամանակին վկայել են Մեղրիի փոխանակման ադրբեջանական առաջարկը Երևանը մերժել է։ Փաշինյանն ասում է չունեինք, չունեինք ուզեիր։ Ֆրանսիայի հետ հպարտանում են, ասում են ունենք առանձնաշնորհյալ հարաբերություններ։ Դիմեիր թող մի օրինակը տային, ռուսներից դիմեիր թող տային։ Պատերազմից առաջ մի քանի օր առաջ ասում էր, որ մենք Ռուսաստանի հետ սեր դաշնակցային հարաբերություններ ունենք։ Միացյալ Նահանգներից ուզեիր, ՀԱԿ-ի քարտուղարությունից ուզեիր, Կասպարչիկից ուզեիր թող ունենց ոչ պաշտոնական ձևով քեզ ներկայացներ։ Ոչ, ինքը ունի, բայց չի հրապարակում, որպեսզի չբացահայտվի, որ ինքը քանի տարի դեռ անդիմություն եղած ժամանակներից ժողովրդին մոլորեցրել է եւ Քիվեստյան համաձայնագիրը ներկայացրել է ծուր հայելիների միջոցով, այնպես ինչպես ձեռնտու եղել իրեն, այլ ոչ թե այնպես ինչպես եղել է իրականում։ Երկրորդ օրն է Փաշինյանի քաղաքական թիմը պնդում է, թե փաստաթղթերի հրապարակմամբ փակվել է անգամ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու էջը։ Իմաստ չկա։ Էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն։ Որ լաբորատորիայում, որ կոլբայի մեջ է Փաշինյանը գեներացրել այն հետևությունները, որ փաստաթղթերի հրապարակումից հետո վերնագրեր են դարձել մերձիշխանական լրատվամիջոցներում։ Չի հասկանում խորհրդարանական ընդդիմությունը, բայց արձանագրում է։ Հիմա արդեն բնական է, որ էլ չի գնա բանավեճի Փաշինյանը։ Թղթերը, թեկուզ կիսատ-պռատ, խոսում են բոլորի փոխարեն։ Լարա Արաքելյան, Նորայ Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։